Փաշինյանն ու թիմակիցները մասշտաբային հարձակման են անցել պետական ու ազգային ինստիտուտների դեմ։ Եկեղեցին հիմնասյուներից մեկն է։ Այս գործընթացն Արամ Մանուկյանի խոսքով պատվեր է դրսից, ավելի կոնկրետ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այսպիսով ներսից Փաշինյանը բացում է դարպասները։ Պատվերի նպատակը հետևյալն է՝ քայքայել Հայաստանը, թուլացնել Հայաստանը, ծվատել, բաժանել մասերի, որպեսզի ես լինի 26-ի ընտրությունները։ Հակաեկեղեցական արշավը գործնական փուլ է մտել։ Փաշինյանը դիմել է եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներին, որ օգնեն իրեն։ Վեհարանն ազատելու եւ կաթողիկոսի նոր ընտրություն կազմակերպելու համար համակարգող խումբ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում։ Քասթինգը սկսված է։ Խմբի անդամ կարող են լինել եկեղեցու այն հետևորդները, որոնք ամբողջ հոգով հավատում են Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պաս են պահել ու ամեն օր աղոթում են։ Սեռը կարևոր չէ։ Խմբում կարող են ընդգրկվել թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականները։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը Փաշինյանը վերցնում է իր վրա։ Ինքը կողմ է կուսակրոնությանը եւ դատապետում է բոլոր այն սրբազաններին, ովքեր խախտել են այդ կուսակրոնությունը։ Հայտարարում եմ, որ եթե եկեղեցիականների մի մասը չխախտային կուսակրոնությունը, ԿՊ-ի շատ մարդիկ կամ որոշ մարդիկ այսօր ուղղակի աշխարհ չէին գա։ Կաթողիկոսի ընտրությունը շատ բարդ գործ է, դրան մասնակցում է մոտ 200 հոգի ամբողջ աշխարհից։ Սա Փաշինյանի ուժերից խիստ վեր է, ասում է Մանուկյանը։ Բացի այդ, վարչապետը հակաեկեղեցական այնպիսի քայլ է արել, որ իր դեմ է տրամադրել բազմաթիվ եկեղեցականների։ Եկեղեցին այսօր միաբան է երևի եւ թույլ չի տա ապօրինի ընտրություններ եւ չի գնա դրա անգամ մեխանիկական հնարավորություն ու տարբերակներ չկան, այդ ձևի տեսական անգամ տարբերակ չկա եւ ինքը ձախողելու է։ ՀԱԿ փոխնախագահի խոսքով Փաշինյանի այս ձեռնարկները ամբողջապես հակասահմանադրական են, ոչ մի կերպ չեն տեղավորվում մայր օրենքի տրամաբանության մեջ։ Սրա նպատակը միայն ու միայն ներքին խժժություններ առաջացնելն է, իսկ եթե դա զարգանա, որից ես ուղղակի մտավախություն ունեմ, որ կարող է այդպիսի սցենարել լինի, ներքին բախումներ, քաղաքացիական բախումներ, որը այսօրվա համար, այսօրվա ժամանակի առումով վատագույն սցենարն է։ Մենք կարող ենք դառնալ խոցելի արտաքին թշնամիների դեմ։ Երկրի այսպես կոչված թիվ 1 ֆեյսբուքյան պատը վերջին օրերին գերակտիվ է։ Արշալույսները բացվում են Սաղմոսով, գրառումներից մեկի մեջ էլ Փաշինյանի թիրախում առաջին նախագահն է։ Նիկոլ Փաշինյանը նվաստը աստվածաբանությունից ամենահեռու մարդը, երբ որ կարդում է Սաղմոսներ, ինքը կարդում է Լևոն Տեր-Պետրոսյանի թարգմանած Սաղմոսները։ Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Գարեգին II հետ եւ իր լիակատար աջակցությունը հայտնել։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր, որ առաջին նախագահը Հայաստանում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին։ Այդ ճակերտավոր ասած խախտումներից հետո ինչ է իրան Լևոն Տեր-Պետրոսյանի թևի տակ։ Սունկի նման աճում է ծառի վրա, որ հետո ծառը ոչնչացնես։ Բախ շուտ խոսեիր, միտինգներին ծվծվ ձայնով Լևոնն է իր կողում։ Այդուհանդերձ Փաշինյանն ընտրած ճանապարհից հետ չի կանգնում։ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողների համար հատուկ մեյլ է թողել։ Անուն ազգանունը հեռախոսի համարը կարող են ուղարկել nikolpashinyan@gmail.com հասցեին։ Subject տողում գրելով համակարգող խումբ։ Մանուկյանի կարծիքով հակաեկեղեցական վտանգավոր այս արշավում անելիք ունի իշխող ուժը։ ԿՊ-ն պետք է ներսում գնահատական տա իր առաջնորդի գժական անզուսպ գործունեությանը։ Այս գործին ըստ Մանուկյանի պետք է լծվեն նաև մտավորականները, քանի որ համոզված է Փաշինյանի նախաձեռնությունը երկարաժամկետ վնաս է պատճառելու հայությանը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։